Սիրելի հայրենակիցներ, այս պահին մենք զրուցում ենք համահայկական ճակատ շարժման անդամ Աննա Ղուկասյանի հետ։ Տիկին Ղուկասյան, դուք սկզբում ձեր շարժումը սկսեցիք Ծիծեռնակաբերդից, այնուհետև շարունակեցիք դեպի Սարդարապատ, ինչու հենց այնտեղից սկսեցիք եւ որն է եղել դրա խորհուրդը։ Այո, շնորհակալ եմ։ Խորհուրդը հետևյալն է, որ մենք հատուկ էինք ընտրել վայրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, այսպես խորհուրդը հետևյալն է, որ ցեղասպանությունից գալիս ենք, ցեղասպանությունից եկանք եւ դեպի Սարդարապատ, դեպի Մայիսյան, ընդառաջ եկանք Մայիսյան հաղթանակներին։ Եվ շարունակությունը մեր հետագա ընթացքն էլ Սարդարապատով է լինելու, նոր Սարդարապատներով, այսինքն այս հաղթանակներով Մայիսյան, որոնք մեզ տարիներ շարունակ ոգեկոչել են, ոգեշնչել են, ինչպես նաեւ մեր շատ հերոս տղաների այս տոները եւ այս հաղթանակները ոգեշնչել եւ ոգեկոչել են, ոգեշնչել են, որպեսզի կարողանան նաեւ նոր հերոսություններ անեն եւ հայրենիք կերտեն։ Ես որպես նախկին զինվորական իմ ամբողջ կյանքի համար ինձ համար նպատակ եմ դրել, որ ես ինչպես որ զինվորական տարիներին եմ պայքարել եւ հանուն իմ հայրենիքի պաշտպանության համար, իմ պետականության, ինքնիշխանության պաշտպանության համար եւ այսուհետ էլ ճիշտ է չլինելով այս պահին կանոնավոր բանակի կազմում, բայց այսօր լինելով ռազմական առաջնորդ, համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շարժման անդամ, նույն ոգևորությամբ եւ նույն պայքարի ոգով ես այսօր իմ պայքարը եւ իմ պաշտպանությունը շարունակելու եմ իմ շարժման կազմում։ Եվ ես ուզում եմ տեսնել ուժեղ Հայաստան։ Ես չեմ ուզում տեսնել ծնկած Հայաստան, ես չեմ ուզում տեսնել, որ իմ ղեկավարությանը երկրի պարտվողական քաղաքականությամբ թե արտաքին դիվանագիտության մեջ մեր թե մեր ներքին, այո, այսօր մենք տեսնում ենք, որ նաև մեր երիտասարդներից շատերի կարծես թե չեմ ուզում ուրիշ ձև ասել, բայց կարծես թե մեր հայրենասիրական այս ուրախությունն է պակասել։ Ես այսօր նկատեցի, որովհետև տարիներ առաջ ես հիշում եմ այս օրերին, երբ մենք մտնում ենք օրինակ խանութներ կամ հասարակ առօրյա կյանքում, մարդիկ բոլոր իրար շնորհավորում էին Մայիսյան տոների առթիվ։ Եվ ես հասկացա, որ այդ պակասը այսօր կա։ Մենք ազգային դաստիարակության եւ այս ազգային մեր արժեհամակարգի տարածման խնդիր ունենք այսօր։ Շատ կարևոր պայքար է պետք տանել այս ուղղությամբ, ինչպես նաև օրինակ այսօր առավոտյան տեսանք մենք, որ հուշահամալիրի մուտքի մոտ, եթե չեմ սխալվում, լրատվամիջոցները դրել էին, որ հայ ժողովրդին չէին թողնում մոտենալ, նույնը եղել է անցյալ տարի, ինչու պետք է այդպես լինի, ինչու պետք է հայը չկարողանա մոտենալ Սարդարապատի հուշահամալիր։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն միասնական պայքարի արդյունքում։ Եվ մենք պայքարելու ենք, մենք նորից ունենալու ենք հզոր, մարտունակ, ուժեղ եւ գլուխը բարձր Հայաստանի Հանրապետություն։ Մեր պետականությանը թող ոչ մեկ մեր պետականությունը հանկարծ վտանգի տակ չդնի։ Բոլորս ոտքի ենք կանգնելու ինձանից սկսած։